Ուրեմն սիրելի հայրենակիցներ, ողջունում ենք ձեզ։ Քարոզարշավի 11-րդ օրն է եւ մենք որոշել ենք այսօր գտնվել խորհրդային տարիների ժամանակ հայ բռնադատված մարդկանց հուշահամալիրի մոտ եւ ուղղակի խոսել այս թեմայով այն մասով, որ 8 տարի է իշխանապողությունից հետո այս հուշահամալիրը շարունակում է մնալ անտեսված։ Մարդիկ հազարավոր, ովքեր որ բռնադատվել են, աքսորվել են, մահվան ճիրաններին են մատնվել, պետական հիշողության իմաստով ուղղակի զրո վերաբերմունք է եղել եւ նաեւ ավելին ասեմ, նաեւ այդ հիշողությունը նաեւ որոշակի այստեղ նվաստացուցիչ միջոցառումներ են եղել, դրա մասին Կարպիսը կխոսի, բայց ուզում եմ այսօրվա քաղաքական իրադարձությանն անդրադառնալ նոր այս թեմային կանդրադառնանք։ Ուրեմն այսօր Նիկոլ Փաշինյանը արձագանքել է ինչ որ Լեռնային Ղարաբաղի, Արցախի մեր ժողովրդի ակցենտով, խոսացող ինչ որ մարդկանց, ինչ որ տեսանյութ է տարածվել եւ փորձում են նորից սեփ խրել մեր ժողովրդի տարբեր հատվածների դեմ մեջ եւ այս իմաստով ես ուղղակի դատապարտում եմ այս մեթոդը քարոզչական եւ ուզում եմ նաեւ ասել այդ որ հայտարարություն արել ինչ որ մի կնոջ հետ բանավիճելա թե կզսնելու ենք, չգիտեմ, սրան, նրան, ես դիմում եմ ժողովրդին, սիրելի ժողովուրդ, 21 թվականի նույն խաղերը, նույն Կիրովականի ասած տինտիրիտները Նիկոլ Փաշինյանը սկսել է, որովհետև տեղը նեղն է անգել, ինչի է անում, որովհետև օդի պես իրան պետքա բևեռացնի, որ ինքը իբր թե գալիս է, հեսա անելու, այնա անելու, սրանա բռնելու, նրանա դատելու, այնա անելու, լրիվ թատրոն է, սիրելի հայրենակիցներ, նախընտրական քարոզչական թատրոն, մի տրվեք այս ամեն ինչին, այս բևեռացումը միայն իրենց է ձեռնտու, նա ցանկանում է ա. հաղթել ընտրություններում եւ բ. ունենալ այն պարլամենտը, որը այսօր որ կա։ Այսօրվա պարլամենտից բետար պարլամենտ կարող է ունենալ, ավելի վատը կարող է ունենալ։ Հետեւաբար այս սրացումները, որ գնում է, դա ուղղակի թատրոնի մի հատվածն է, պետք է ժողովուրդը սրան չտրվի, որ 21 թվականի կրկնությունը տեղի չունենա։ Եվ բնականաբար դրա միակ լուծումը մեր առաջարկն է գնալ ընտրական տեղամասեր, պարտադիր մասնակցել ընտրություններին, հանկարծ տանը չմնալ, եւ մենք առաջարկում ենք քվեարկել Լուսավոր Հայաստանի օգտին թիվ 19 քվեաթերթիկով։